Թարշե մանդատը փոխարինում են փոխպատե մանդատով եւ գնում ենք բոլոր թալանչիների հետևից։ Մենք բազմագլուխ հետ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք եւ ահա հասելա վերջին 3 գլուխը։ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի քարոզարշավի 3-րդ օրն Ալավերդիում հայտարարել էր, թե իրենց իշխանությանը խանգարում է Թավիշը եւ պողպատե մանդատով, որ մուրճի տեսք ուներ, սկսեց սպառնալ ընդդիմադիր կամ իրեն հակառակվող գործիչներին։ Տիկնոջը ոստիկանությունը եկեք հեռացրեք, հա։ Մեր իրապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարական հիմնարկում։ Սպառնալիքներ, սեփականությունը խլելու անգամ գլուխները կտրելու հայտարարություններ են հնչում Նիկոլ Փաշինյանից եւ դրանք նախընտրական խոստումների մի մաս են կազմում։ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան ատելության պիկապ է անվանել Վահե Հովհաննիսյանն ու հիշեցրել Ռուանդայի ռադիոն, որ ըստ Հովհաննիսյանի մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին ատելության քարոզը բերեց։ Այսքան ատելություն, թշնամանք, սրպարտություն, մեղադրանքներ, որ աճ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ 4 կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։ Ստեփան Դանիելյանի խոսքով գործող իշխանությունը հատուկ խորացնում է հասարակության բևեռացումը, որ ընտրության արդյունքները չհավանելու դեպքում ուժային լուծումների գնա։ Ես կարծում եմ, ինքը պատրաստում է ինչ-որ ուժային լուծումների։ Այսինքն, եթե ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, ապա ինքը պետք է փորձի ինչ-որ առումով տապալել այդ ընտրությունները։ Տապալելու համար ուրեմն պետք է երկրում լինի որոշակի մթնոլորտ, փոխադարձ ատելության մթնոլորտ, ինչ-որ ուժային լուծումներ լինեն, այսինքն ինչ-որ սպանություններ, կրակոցներ եւ այլն, եւ դա բերել ընտրությունների օրման եւ որոշ տեղամասերում լինեն կրակոցներ եւ այլն, ես չեմ զարմանա, որ լինեն նույնիսկ սպանություններ։ Իսկ ինչ ազդեցություն է ունենում սպառնալիքների, վախի մթնոլորտի տարածումը մարդկանց հոգեբանության վրա։ Կարինե Նալչաջյանի խոսքով սկզբնական փուլում սպառնալիքներն ազդում են, մարդիկ վախից դրդված իշխանահաճո են ձևանում կամ դառնում, բայց 8 տարի նույն մթնոլորտում պահելը հակառակ ազդեցությունն է ունենում։ Երբ քեզ անընդհատ վախեցնում են, սպառնում են, այո, դու կարող ես վախենալ, կարող ես կծկվել, բայց եթե արդեն այնպիսի աստիճանի է հասնում, այդ վախը, այդ սպառնալիքը, որ մարդու մեջ մի ուժ է առաջանում, որ մի վերջին ճիգերը մի հատ հավաքեմ, պաշտպանվեմ, գուցե փրկվեմ։ Այս վերջին ճիգերը կարող են մարդու ներքին հնարավորությունները, գիտեք, թաքնված այդ հնարավորությունները ինքնապաշտպանական շատ մեծ են։ Թավշից պողպատ համախմբման խոստումներից սպառնալիքներ 2021-ին հնչած հայտարարությունները 5 տարի անց ոչ միայն չեն մեղմացել, այլև դարձել են քաղաքական խոսույթի հիմնական մասը։ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ հասարակության շրջանում դժվար գրեթե անհնար են դառնում քննարկումներ կազմակերպելը, այլ կարծիք լսելն ու դրա շուրջ մտածելը։ Իդեպ, վերջերս մամուլը գրում էր, որ Աբովյանի գյուղերից մեկում քաղաքական անհամաձայնության պատճառով սպանություն է եղել։ Ում ես քվեարկելու հողի վրա արդեն իրան են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում, որ ինչ, այս տնաբանությամբ ուր ենք գնում, ուր ենք հասնելու, արդեն չգիտես ում հետ քննարկես նման հարցեր։ Երկրի 4 կողմը լարվածություն է, իսկ ներսում աննորմալ դեգրադացիա։ Գիտակցում եք արդյոք, որ դա սովորական իշխանական հրահանգներ չեն, այլ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ եւ երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր։ Այսպես կոչված ատելության պիկապից հնչած սպառնալիքները քարոզարշավների մասնակիցներին են փոխանցում Փաշինյանը, որ տարածվում է, հասնելով ընտանիքներ, ընկերական շրջապատ, համացանց։ Հոգեբան Նալչաջյանը նշում է, ստեղծված մթնոլորտը թելադրում է պայքարել վախ տարածող աղբյուրի դեմ։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։